Մանկապողջության դեպքի հետ կապած ազատություններ հրապարակել, որ չի բացառվում շրջանակը մեղադիալների շատանան, հաստատի, չգիտեմ, միգուցե անձի կան ներգրաված, ինչ է կատարվում այս գործով։ Կոնկրետ երեխաների մասով, մեր վստահորդների մասով չեմ կարծում, այս պահին այդ տվյալը չունեմ իրենց մասով, բայց մեղադիալների կողմից այլ անձանց նկատմամբ ես չեմ բացառում։ Ի սկզբանե էլ մենք դա ասել ենք Արտուրի հետ, չենք բացառում, այո, ես հույսով եմ, որ քննությունը, որը վերջապես տեղափոխվեց հատկապես կարևոր գործերով վարչություն, շրջանակը ավելի ծավալուն լրիվ կլինի եւ չի բացառում, որ այո, կոնկրետ բարերարի մասով մենք ունենք մտավախություններ, ինչու՞ չէ նաեւ այն երկու անձանց մասով։ Այսինքն, որ տվյալ անձիկ այլ երեխաների նկատմամբ եւս նման քայլեր են իրականացրել։ Իսկ նախաքննական մարմնի ձեր մտահոգությունը մասին հայտնել եք։ Հայտնել ենք, ներկայացրել ենք եւ այս պահին մենք ակնկալում ենք, փորձում ենք օգնել քննությանը, այսինքն մայիսի 3-ին այն պահից Եվրոպայից, որ մենք ներգրավել ենք այս գործով եւ հենց այդ օրը դիմում ենք գլխավոր դատախազին, մենք նշել ենք, որ խնդրում ենք գործը Արարատի տեղափոխեք եւ մենք պատրաստ ենք աջակցել քննությանը, ներկայացնենք մեզ հայտնի տվյալները, տեղեկությունները, ինչն էլ այս պահին անում ենք։ Այսինքն քննությանը ինչ որ ունենք, հարցաքննություններ եւ այլն ընդհանրում ենք առաջ։ Տիկին Մարտիրոսյան, մի այսպես իրավիճակ վեդի դեպքից հետո նաև Տավուշում տեղեկություններ հրապարակեցին, որ Տավուշում եւս 14 տարեկան, 12 թե 14 տարեկան աղջիկ երեխան հայրը հրաժարվել է դստերից, երեխան հիմա Զատիկ խնամքի կենտրոնում է, նման խոցելի ընտանիքները ըստ էության հայտնվում են նման իրավիճակում եւ իրավապահ մարմինները կարծես թե երկրորդ պլան են մղում այդպիսի գործերը, մինչդեռ մարդկային ճակատագրեր են խորտակվում։ Այո, քնար ջան, վիրավորվում են, ասում են պաշտպանները, ասում են կոծկել, կներեք դրան որևէ այլ գնահատական չեմ կարող տալ, որովհետև դա կոծկում է կոնկրետ վեդի գործը, դրա վառ ապացույցներ եւ վեդի, ես որ ասում եմ, այս երեխաները ինչ որ միտեղ դարձան էտալոն, որովհետև երեխաների կողմից հարցի բարձրացումը հենց հիմք հանդիսացավ, որպեսզի դու չեք պատկերացնում ինչ կան։ Այսինքն մենք այս խնդիրը մենք ունենք վերջին տարիներին խնդիր, որը որ ուղղակի չի հրապարակայնացվել, չի հանրայնացվել, դրա արդյունքում ինչ ենք ունեցել, ընդհանրապես քրեական գործերը փակվել են, ծածկվել են, ծածկադմփոց ա եղել։ Մենք հանցագործությունների ակնհայտ աճ ունենք, իրական հանցագործությունների, բայց այսօր պետությունը ռեսուրսա ծախսում, չգիտեմ, չէ՞ վարչաիրավական զանցանքների քրեաիրավական դաշտ բերել։ Այդ հանգամանքը կա այսօր։